Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Այսօր զրուցելու եմ այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանի հետ։ Մենք բնականաբար նորից անդրադառնալու ենք շաբաթվա իրադարձություններին, որոնք բավականին հագեցած էին, եւ փորձելու ենք վերլուծել իրավիճակը Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Ինչ է կատարվում այսօր Հայաստանում։ Ուր ենք հասել, ուր ենք գնում եւ առհասարակ ինչ վտանգներ են կախված մեր երկրի գլխին։ Հիմնականում նման խոսակցություն ենք ուզում այսօր ծավալել։ Իհարկե, երևի սկսենք նրանից, որ իշխանությունը արդեն մի քանի ամիս է շրջանառության մեջ է դրել խաղաղություն դոկտրին կոչված մի փաստաթուղթ, մի կոնցեպցիա, որով փորձելու է գնալ հաջորդ ընտրություններին եւ վերարտադրվել 2026 թվականին։ Շատ վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ համարում են կեղծ այդ խոսույթը եւ նույնիսկ ասենք մեր հեղինակներից մեկը այս շաբաթվա ընթացքում ասում է, որ խաղաղություն եւ պատերազմ այդ դիլեման արհեստականորեն ստեղծված մի դիլեմա է, որը նորից հանրությունը պառակտելու է երկու խմբի։ Չկա նման բան, չի կարող այդպես լինել եւ առհասարակ արդյոք խաղաղության կարող է հասնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այն պարագայում, երբ որ մենք տեսնում ենք մեր հակառակորդ երկրներից բոլորովին այլ խիստ հակասող հայտարարություններ եւ Ալիևն էլ ընդամենը օրեր առաջ նորից խոսել է կապիտուլյացիայից, հաղթանակից, իրենց մի խոսքով այս իրավիճակը այսպեսին է այսօր։ Ուզում եմ քո կարծիքը այդ մասին լսել։ Սիրով, շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ ամբողջական հարցի համար, որը թույլ կտա հնարավորինս հստակ բոլոր պատասխաններին։ Նախ ինչ ասել է իշխանություն։ Ինքը մի հատ հասկացություն է, որը ունի հասցե, հեռախոսի համար, էլեկտրոնային փոստ, կոնկրետ անուններ, ինքը շատ հստակ է, կոնկրետ ղեկավար, կոնկրետ կառույցներ։ Դիմացը անորոշություն է, որովհետև երբ ասում ես ընդդիմություն, մեր մոտ կոպիտ սխալ է գնացել, շատ լուրջ սխալ է գնացել, հասկանում են երկու խմբակցությունները խորհրդարանական եւ ստացվում է, որ խոսքը դրանց մասին է, ինչը ամենևին տենց չի, որովհետեւ հանրային կյանքում առնվազն 21 թվականից այս կողմ կամ 20-ից ձևավորվել են լրիվ նոր անհատներ, նոր միավորներ, որոնք ամենօրյա ռեժիմով տեսակետ են արտահայտում, ավելի աշխատանքային ֆորմայի մեջ են եւ խնդիրը հետեւյալն է։ Առաջի խնդրեմը, որ մեզ մոտ հստակ չի ինչ ասել ընդդիմություն։ Այս խնդիրը մենք պետք է լուծենք մինչեւ գալիք խորհրդարանական ընտրությունները։ Նա չի ընդդիմությունը, որ մեր քվեներով խորհրդարանում ձևավորեցին խմբակցություն։ Okay, թե հիմա երբ որ հստակ միավորը կա, ինքը գիտի ինչ է ուզում։ Իշխանությունը հստակ ուզում է վերարտադրվել։ Դա սարքել է կենացումա խնդիր եւ օգտագործելու է բոլոր այն գործիքակազմերը, որը հասու են օրինական եւ ոչ օրինական։ Կներես քեզ ընդհատեմ։ Ինձ թվում է, որ ընդդիմություն գաղափարի տակ պետք է հասկանանք բոլոր այն ուժերին, որոնք ուզում են խանգարել վերարտադրմանը։ Շատ լավ ձևակերպում էր։ Ես միանգամից ասում եմ, որ հենց այս ձևակերպումը լսեն, քո եւ իմ ասածին վերաբերելու են խանդով։ Բոլոր նրանք, ովքեր այդպես չեն ուզում, որովհետև ընդդիմության սեփականաշնորհումներ կադաստրի թղթով է վիրտուալ եւ շատերին թվում է ընդդիմությունը իրենք են։ Իրականում ընդդիմությունը բոլոր նրանք են, քո բանանձևով, ովքեր ուզում են խափանել այս սխեման եւ ըստիս երկրորդ բանանձևը, որ չենք հակասում իրար, ընդդիմություն են բոլոր նրանք, ովքեր ուզում են փոփոխություններ, խորքային փոփոխություններ երկրում։ Իսկ դրանք պայմանավորված են նախ եւ առաջ իշխանության վերարտադրումը խանգարելով։ Միանշան։ Հիմա իշխանությունը հստակ է, ինքը գիտի ինչ է ուզում վերարտադրվել։ Եկանք, եթե գնում ենք փոքր միավորների մասին, նրանք էլ կարող են ասել հստակ ուզում են գալ իշխանության։ Այստեղ ծագելու է հարցը։ Քո իշխանությունը ինչի մասին է։ Ինչով ես գալիս իշխանության։ Հաջորդ գաղափարներով, ինչ կոչերով, ինչ նպատակով։ Ես ասում եմ այն, ինչ ասում է ցանկացած բակի խնձոր գազար վաճառողը, ցանկացած տաքսիստ, ցանկացած բժիշկ, ուսուցիչ եւ ցանկացած ինտելեկտի եւ սոցիալական խավի
ներկայացուցիչ մարդիկ իրավունք ունեն հարց տալու եւ պետք չի մենթորական տոնով մարդուն ասես ինչի դու ինձ հարցեր ունես եւ ինչի միանգամից չես մերժում սրան Իսկ կարող ենք եւ այդ չես հարցերը ընտրում ինձ։ ձևակերպել։ Այո։ Ինչ հարցեր ունեն ընդդիմությանը։ Լայն ընդդիմությանը, չէ՞։ Այո, այո։ Մարդիկ համատարած ուզում են փոփոխության։ Համատարած։ Երբ որ սոցհարցում են անում Հայաստանում, գիտեք, չէ, առաջինը նայում են իմ վարկանիշը այսքանա, բարեկամիս հակավարկանիշը այսքանա, ուրախանամ կամ տխրեմ, ընդդիմացին սոցհարցումներ առաջին հետևն են հասկանալ հասարակության լատենտ տրամադրությունները։ Այսօրվա մեր հասարակության լատենտ տրամադրությունները բոլոր հարցումներով նույնիսկ կեղծված խոսում են փոփոխությունների պահանջի մասին, հանրային պահանջ կա փոփոխությունների։ Հիմա ինստիտուցիոնալ ընդդիմության խնդիրը այդ իրացիոնալ հանրային պահանջը ռացիոնալ փոփոխությունների բովանդակության ճանապարհային քարտեզի վերածելն է։ Եկեք հարցը տանք, անում են, իհարկե չեն անում։ Դրա համար պետք է ռեսուրս, դրա համար պետք է ինտելեկտուալ ներուժ, դրա համար պետք է լինել ազնիվ մարդկանց հետ պետք է խոսել։ Եվ վերջապես այդ մենթորական տոնը նախկին նույն ունեցած պաշտոնների, փողի, գեներալական, չգիտեմ ինչ կոչումների արդյունքում, որ շատերը իրենց ներշնչել են, որ իրավունք ունեն քաղաքացու հետ մենթորական տոնով, այ դու որ գաց ինձ ընտրես, քեզ լավ կնի, չէ, լավ չի լինի։ Դու պիտի իր հետ խոսաս։ Շատ լավ միտք էիր օգտագործել քո հրապարակումներից մեկում, գրել էիր իշխանությունը փորձում է գնում է տոլմա փաթաթողների հետ զրուցում է, իսկ ընդդիմությունը արդյոք գնում է այդ նույն կանանց հետ, այդ սնուցող մայրերի հետ խոսում է, իշխանությունը սնուցող մայրերի երեխեքին տարել է A. տարել է զոհելա, B. Պատերազմը չի կանգնացել, որ սնուցող մայրերի երեխեքը չզոհվեին հազարներով, հիմա ինքը կարում է դիալոգ ապահովի սնուցող մոր հետ, իսկ այն միավորները, որոնք օբյեկտիվորեն դա էլ ունի բացատրություն, դա էլ ունի շատ պարզ բացատրություն եւ թող ոչ ոք չնեղանա, ինքը շատ ասում բան չէ, կեցությունն է ձևավորում գիտակցություն։ Մեր ընդդիմության մի հատ էլիտար շերտ կա, որ վերջի անգամ խանութ մտել է 25-30 տարի առաջ, կոմունալ սակագների մասին պատկերացում ունի 30 տարի առաջ, քաղաքային տրանսպորտ մետրո նստել է 30 տարի առաջ։ Լավ, այջա, դու ինձ թվում է մի նեղ խմբի նկատի ունես։ Չէ, հիշում եք բան կար, որ թանկ ավտոներով գալիս են թանկ միտինգների գնում։ Այդ նույն շերտից է։ Մենք կգանք նաև այն ձևավորվող հանրային նոր շերտին, որոնք ամեն ինչը լավ գիտեն եւ սովորական կենցաղային հոգսերով հոգսերը տիրապետող քաղաքացուց չեն տարբերում։ 21-րդ դարում այդ էլիտար փոփոխություն էլիտան դրանցով է կատարում, տենց չի լինում։ Ես համաձայն եմ, բայց գիտես, ես ոչ թե կարծում եմ, որ այդ հարստությունը, այդ փափուկ կյանքը, այդ էլիտար կյանքն է իրենց հասցրել այդ բանի, որ իրենք կտրվել են հասարակությունից, այլ պարզապես իրենք շատ ծույլ են, էլի, չեն ուզում ջանք թափել, աշխատանք դնել, քայլեր ձեռնարկել, գնալ գյուղեր, գնալ մարզել, մի քիչ էլ ասենք բանավեճի մեջ մտնել, դառը խոսքեր լսել, չէ՞, քննադատություն ու հայհոյանք լսել։ Կոմֆորտ զոնայից դժվար է դուրս գալ։ Բայց գանք էլի բանին, այստեղ շատ ամենահետաքրքիր հարցը քո առաջին այդ մեծ փաթեթում ամեն դեպքում այդ խաղաղության եւ պատերազմի ձելան շատ բարդ խնդիր է։ Սկսենք նրանից եւ որ միջև Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումը առնվազն կես տարի հանրային տիրույթում կար այդ բանաձևը, որ գործող իշխանությունը գնալու է ընտրության խաղաղության թղթով։ Այո։ Կես տարի, մի տարի կար։ Ինչ է արվել այդ ընթացքում կոնտր քաղաքական բանաձևը գտնելու։ Ոչ մի բան։ Միայն արձանագրել ենք ստատիստի բանով, որ սրանով է գնալու։ Հա դրանով է գնալու։ Լավ անում իշխանությունն է։ Չէ, հետո գիտես ինչու է ինքը սեփականացրել խաղաղությունը։ Որովհետև դիմացինը չի ներկայացրել ճիշտ կոնտենտը խաղաղության։ Շատ բարդ խնդիր է դա։ Եվ ինչու է հենց դիմացինը ասոցացվում պատերազմի գաղափարի հետ։ Այս իշխանությունը ինչ ուզում ասում է, ասում է, այո անում է, բայց այդտեղ ասելը շատ կարևոր է։ Եվ ամեն օր ինքը դնում է նոր բաժանումներ։ Իրանց կենսական, իրանց արյունը ավիշ այդ բաժանումներն է, բարիկադն է։ Երբ որ այդ բաժանման բարիկադի հոգեբանության, տրամաբանության մեջ մտնում է նաև ընդդիմադիր համակարգը, ասում ես դու իրանց խաղն եք խաղում չհասկանալով։ 100 անգամ ասել ենք, որ ստեղ ճիշտը ներքին հանրային հաշտության գնալու գիծն է։ Միևնույն է, դու չես կարող ամեն անգամ վեր կենաս ասես, այ 600,000-ը որ ձայն տվեց։ Հիմա դու ինչ ես ուզում, այդ 600,000-ը մեր կողքը ապրում են։ Էլի են գալու քվեարկության։ Կարող ենք խոսենք այդ 680,000-ի, կարող ենք խոսենք մյուս 500,000-ի, որ տանն է մնացել, ասեն ինչ չի հետաքրքրում ոչ մի բան։ Այս է խնդիրը։
Բայց այս խաղաղությունը շատ վտանգավոր բան է, որովհետև մենք բոլորս հասկանում ենք, որ դա կեղծ չոր թեզ է։ Հիմա որն է, բայց ընդունենք, որ սա քաղաքական բանաձև է։ Մարդը կարողացել է կեղծ թեզ սարքի քաղաքական բանաձև գա ներկայանա ընտրողին եւ որոշակի առումով աշխատում է։ Հիմա ինչ ջանք է թափվել գտնել կոնտր բանաձևը։ Ոչ մի բան։ Վեր կնել ասել սա խաղաղություն չէ, համատարած քաղաքացիություն, բայց հիմա կռիվ չկա, ճիշտ է։ Դա չկա։ Հիմա շատ դժվար է քաղաքացուն համոզել, որ սա խաղաղությունը չէ։ Դա ինտելեկտուալ խնդիր է, դա ավելի գիտակից շերտը հասկանում է, բայց ռեալ մարդիկ ասում են, բայց չէ։ Հիմա ոնց պետք է մենք կարողանանք, ըստ իս սա չպատերազմ փուլն է։ Այ եթե ես լինեի որևէ քաղաքական համակարգի կամ որևէ միավորի, այսպես ասած, գաղափարախոս, ես այդ գիծը կզարգացնեմ, որ չպատերազմ փուլն է, որը ձևավորվել է ոչ այնքան Հայաստանի ջանքերով, այլ տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններով։ Հիմա չպատերազմն է։ Այս չպատերազմ փուլը 26-ի ընտրությունից հետո ունի երկու ճանապարհ։ Կամ դու չպատերազմը գրագետ քայլերով բերում ես կայունության եւ իսկապես երկարաժամկետ խաղաղության, կամ չպատերազմ փուլը տանելու ես ջարդես բերես պատերազմի։ Իմ կարծիքով էսա բանաձևը լինի։ Հիմա այս իշխանությունը չպատերազմը տանելու է նոր կորուստների։ Տանելու է, որտեղ իրանք չպատերազմի ճիշտ ռեալիզացիան չգիտեն, չեն կարողանում։ Եթե իմանային այս 7 տարում այսքան կորուստ չեն։ Այ երբ որ կձևավորվի այն քաղաքական միավորը կամ միավորները, ովքեր կասեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այս չպատերազմի փուլը կարիք ունի իսկապես անվտանգային լուրջ համակարգի, որի մեջ մտնում է եւ դաշնակցային եւ իրավապայմանագրային պարտավորություն եւ այլ կոմպոնենտներ, որոնք քո անվտանգության մակարդակը 6-ից 12 ամսում էապես կփոխեն, չպատերազմը կդառնա խաղաղություն։ Բայց գիտես նաև այսպիսի մի բան կա, որ այդ չպատերազմ ասվածը ինքը այս փուլը, հա, պայմանական ասած խաղաղության ինքնին այնքան փխրուն է, որ դա երևում է նույնիսկ մեր դիմացի, մեր հակառակորդ երկրների ղեկավարների լեքսիկոնից։ Նույն Ալիևը այնքան հաճախ է խոսում թշնամության, կապիտուլյացիայի, Հայաստանի բայց ինքը չի ասա ես չեմ խոսել։ Օրեր առաջ մի երեխայի հետ քայլում էր, ասում էր մենք չենք մոռանալու, որ քո հորը սպանել են հայերը, մենք պիտի վրեժը լուծենք եւ այլն։ Այսինքն այդ բոլորը ես այդտեղ գալիս ճանապարհին նայում էի Հայաստանի գործող արտգործնախարարի հարցազրույցը, Լեհաստանում էր կարծեմ, որ ասում է Ադրբեջանը դնում է նախապայմաններ, որոնք մեզ համար ընդունելի չեն։ Այդ թուղթը ստորագրվել է այն պարզ պատճառով, տենց պիտի լինի, որ նախապայմանների հարցը վերանար։ Եթե ձեր արտգործնախարարը ասում է դրվում է նախապայմաններ, ցանկացած գիտակից մարդ հասկանում է, որ առաջիկա ընտրություններից հետո այս իշխանությունը, եթե չգիտեմ, մի ողբերգական բանով վերարտադրվեց, այդ նախապայմանները դառնալ են կոնկրետ օրակարգային պահանջ, շատ կոնկրետ։ Այո։ Շատ կոնկրետ։ Հիմա հետևեն, իսկ Ալիևը չի ասա ես չեմ դնելու պահանջ։ Ամենևին Ալիևի պաշտոնական ձևակերպումը հետևյալն է. մենք Ղարաբաղը գրավեցինք տանկերով, Հայաստանը գրավելու ենք խաղաղ ճանապարհով։ Ավտոմեքենաներով ենք հասնում Այո, տենց է լինելու։ Անմիջապես ընտրություններից հետո ինքը դնելու է այդ արևմտյան Ադրբեջանի պահանջը։ Անմիջապես։ Եվ խոսքը ճանապարհի շուրջ գյուղերի բնակավայրում Ադրբեջանը բնակ բաներ ստանալ անելու։ Գուցե գիտես ճիշտ կլինի նաև շեշտը դնել նրա վրա, որ ընդդիմությունը չի փորձում այս կեղծ դրույթները պարզաբանել, հա, հասարակությանը ներկայացնել։ Օրինակ, ասենք տպավորություններ, որ մակում գոնե ելույթներից տպավորություններ, որ Նիկոլ Փաշինյանի միակ առարկությունը նրան է վերաբերում, որ միջանցք տերմինը մի օգտագործի։ Ախպեր, մենք համաձայն ենք, ասում է, ինչ ուզում ես կանենք եւ այլն, բայց այդ տերմինը մենք պայմանավորվել ենք, չէ՞ որ այդ տերմինը չօգտագործենք, ասում է։ Այդ տերմինը Հայաստանում ասոցացվում է կապիտուլյացիայի, տարածքային ամբողջականություն խախտելու եսի ինչերի հետ։ Ուրեմն ես կարծում եմ, որ իրենց միակույսը այն է, որ մի քիչ պարզունակ մեր բնակչության այն հատվածը, որը որ շատ լավ չի խորանում այդ process-ների մեջ, այդ բառերով կխաբվի։ Իրենք կասեն ոչ թե միջանցք, այլ կասեն Տրամպի ուղի, կասեն մենք շահելու ենք դրանից, ապաշրջափակում է տեղի ունենալու, հիմա առևտուր ենք անելու, օրինակ այսօր թե երեկ ասել է, որ մենք մեր ապրանքները կկարողանան գնալ դեպի, չգիտեմ ուր, այդ Տրամպի ուղիով, ինչ ապրանքներ, ով է դա արտադրելու, Հայաստանը ինչ ունի արտահանելու, աշխարհին ներկայացնելու, ոչ մեկին դա հասկանալի չի վերջո, չէ։
Եվ խոսակցությունը գնում է նրա մասին, որ մարդկանց խաբենք, մոլորեցնենք, արկանջներին լապշա կախենք եւ տանենք 26 թվականի ընտրություններին։ Այ 26 թվականի ընտրություններից հետո, հա, սիրելի հարգելի գործընկեր Ալիև, կուզես միջանց կասես, կուզես կգաս կմտնես Հայաստան, ինչ կուզես կանես, դա է, չէ, իրականություն է ի վերջո։ Միանշանակ, այստեղ հարցադրում իսկապես կա արդյոք կյանք 2026-ից հետո։ Հա, իհարկե կա։ Իհարկե կա, շատ բարձ երկու սցենար կա։ Մեկը այս իշխանության վերարտադրման դեպքում դա Հայաստանի սրընթաց թրքացումն է, մյուս սցենարը այստեղ մի հատ մեծ դատարկություն է հայկական։ Բերեք ընդունենք, որ դատարկությունը չենք կարողանում ճիշտ սցենար առաջարկել հայ ընտրողին, որտեղ դեռ ժամանակ է, թե մենք ազնիվ ենք ընդունում ենք, որ չենք կարողանում կոնտր ավելի ընդունելի սցենարը առաջարկել, ուրեմն ժամանակ կա, պետք է մշակել այդ սցենարը եւ խոսել։ Հա, ես միշտ ասում եմ, այդ օրը, որ գալու է, դա քվեարկության օրն է։ Ընտրության օրը հիմա է, դու պիտի միջև քվեարկության օր մարդկանց ընտրության հնարավորությունը տաս։ Այլ ընտրանքը պիտի ինքը պատկերացնի։ Իմ խորին համոզմամբ, քո էլի հարցադրման մեջ առանցքային բառը այդ ընդդիմությունը, որ ասում ես չի կարող, ես դա պիտի ասեմ կարողանում եմ, որովհետեւ իմ խորին համոզմամբ կա լուրջ ռեսուրս, մարդկային եւ ինտելեկտուալ ռեսուրս խորհրդանից դուրս։ Էլեմենտար քո լրատվամիջոցով ես ամեն օր նայում եմ 1, 2, 3 լուրջ մարդու լուրջ ասելիք։ Հիմա իմ խնդրանքն է, կոչն է քո լրատվամիջոցի հարթակից այն մարդիկ, որոնք վերջի 4-5 տարում իսկապես գրագետ ամենօրյա ռեժիմով սրտացավ աշխատանք են արել հանրային կյանքում, իրենց դուրս չդնեն ընտրական process-ից։ Չասեն ես չեմ ուզում քաղաքականություն, ես չեմ ուզում զբաղվել, դա սա հիմա ոչ քաղաքականությունն է, ոչ մանդատ է։ Պետք է այս նոր մարդկային ռեսուրսը մտնի էլեկտորալ process։ Հակառակ դեպքում ես ասում եմ, թողնելու եք Նիկոլի իշխանությանը դեմը շքախմբային տրամաբանության մեջ ապրող ինչ-որ կարիերիստական ցուցակների, որոնց ամեն ինչ առաջին հերթին մանդատ եւ կարիերան է։ Դրա ժամանակը չի։ Իմ խնդրանքն է այն մի քանի 100 իսկապես կարգին մարդկանց, ակտիվ, որոնք եւ պայքարեն եւ ասելիք ունեն, մտնեն էլեկտորալ process։ Եվ իրենց նպատակը իշխանության գալը չի, պարզապես երկիրը փոփոխություններ անելն է, փոփոխություն։ Դա շատ լավ բան է, մոտիվացիա։ Այս երկիրը խորքային փոփոխությունների կարիք ունի։ Այս երկիրը պարտության հասարակությամբ երկիր է։ Պարտությունից հետո պետությունները գնում են հետպատերազմյան վերականգնման։ Սովորաբար դա լինում է արագ։ Մեր մոտ ցավալիորեն ձգվեց, աննորմալ ձգվեց 5 տարի, շատ մեծ սրոկ է։ 1-1.5 տարում միշտ հայտնվում են ուժեր, որոնք գալիս խոսում են քաղաքացու հետ, ասում են գնենք վերականգնման։ Մեր մոտ դա չի ստացվում։ Հիմա ես վստահ եմ, նոր բովանդակությունը նոր հանրային քաղաքական միավորների մեջ է։ Արագ թող ձևակերպեն, ես ոչ մեկին ոչ կասեմ սա լավն է, սա ոչ զրոյական խանդի, թող մի հաճ 2, 3, 4 հատ նոր միավորներ, որոնք կներառեն կարգին մարդկանց, որոնք այս 4-5 տարում վաստակել են եւ ոլորտային լիդերության եւ իսկապես լիդերության, հանրային լիդերության։ Եթե մենք սպասենք իսկապես որ կգա մի հերոս, հին հերոս, նոր հերոս, հարուստ հերոս, չգիտեմ ինչ հերոս, աղքատ հերոս, այլ մոլորակից կգա որ չի լինելու, չի լինում, որ գար 7 տարում կգար։ Մենք ենք եւ պետքա մեր ունեցած ռեսուրսը սա է։ Քիչ չի, ես ասեմ, Արմեն ջան, իրոք քիչ չի, ես ասում եմ, ամեն օր կարդում լրատվամիջոցները նայում եմ, ամեն օր 2-3 նոր մարդ կամ հին մարդ որ նոր ասելիքով, ինչ որ խելոք բան ասում է։ Եթե այդ մարդիկ դուրս մնան process-ից էլեկտորալ, այդ դատարկությունն է լինելու։ Գիտես, այդ շատ խելոք մարդիկ շատ կան, բայց այդ լիդերի առաջնորդի հարցը չի լուծվում, ինձ թվում է մարդիկ դրան են սպասում, անդադ ուզում են որ մեկը լինի, ոնց որ Նիկոլի հետևից գնացին 18 թվին, այտենց մեկին հիմա մտնեն հետևից։ Բայց 18 թիվը բարբերաբար չի կրկնվում, էլի լինում է 100 տարին մեկ։ Մա Լենինը 18 թվին եղավ, չէ։ Կարողանանք կոլեկտիվ ինչ որ մարմիններ ձևավորել, չէ։ 21-րդ դարը, իհարկե։ Հայաստանում չկա մի հանճար, որը կառաջնորդի երկիրը դեպի լուսավոր ապա, չէ, բեր բոլորի ջանքերով պետքա գնալ ու հասկանալ, որ շատ բարդ է, իսկապես այդ հետ պատերազմյան վերականգնումը շատ բարդ է։ Ջարդված պետությունները տեսեք, հայտարարակ ջարդված, Գերմանիան, Ճապոնիան, ատոմային ռումբը գլխներին ընկած, բայց որոշեցին, որ ոտեին կա։ Ադրբեջանը ամենաբան օրինակը 94 թվականի Ադրբեջանը 20 թվականի Հայաստանն էր։ Ջարդված երկիրը ունեցավ այսպես կոչված ստրատեգիական համբերություն 10-15 տարի։ Իմացան, որոշեցին իրենց անելիքը, սարքեցին հաղթանակի հասարակություն, եկան հասան։ Մենք ինչով ենք զբաղված։
Մեր մոտ ով էր բանը հերոսը։ Հա, բայց գիտես, այդ տեսակ process-ները սովորաբար իշխանությունն է կառավարում, հա, դու չես կարող ներքևից ժողովրդով բան անել։ Դրա համար որ հիմա էդ էլ է հարց, ինչի համար է նոր իշխանությունը։ Նոր իշխանությունը երկրի վերականգնման համար է։ Այո, միայն։ Պարտված հասարակությունը սարքել զարգացող հասարակություն, պարտված պետությունը զարգացող պետություն։ Հա նոր իշխանություն ուրիշ բան, որ չես մենք էս կանենք ոչ մի բան չեք կանենք։ Նոր իշխանություն ունի շատ հստակ առաքելություն։ Պարտության ճիրաներից երկիրը հանել։ Հաջորդ իշխանությունը արդեն ավելի երկարատև զարգացման, հաջորդը ավելի հեռանկարային։ Շատ հստակ է այդ խնդիրը։ Խոսեցինք, որ արտաքին քաղաքականության մեջ այս իշխանությունը հասկացել է, որ իր համար վերարտադրման լավագույն շանսը կարող է լինել խաղաղության այդ կարգախոսը, չէ՞, դրա վրա կարող է գալ իշխանության։ Բայց ինքը նաև ձեռքերը ծալած չի նստում ներքին քաղաքական կյանքում, չէ՞։ Ամեն ինչ անում է, որպեսզի ընդդիմադիր գործիչները բանտում լինեն, հետապնդման մեջ լինեն, չկարողանան միավորվել, համախմբվել, ուրեմն ներ ընդդիմադիր շրջանակների միջև գզվռտոց գնա, պայքար գնա, նույնիսկ ինչ որ կեղծ process-ներ գեներացնեն, որոնք ուշադրությունը շեղեն մարդկանց, հա, քաղաքական պատահական մարդկանցով կուսակցություններ ձևավորեն, գցեն ասպարեզ, հա, մասնակցեն ընտրություններին, ընտրված քաղաքական ուժերին եւ համայնքապետերի դեմ հետապնդումներ ծավալեն, հա, հիմա էլ տես Էջմիածնի ընտրությունների են գնալու, որտեղ ըստ ամենայնի մեծ թվով կուսակցություններ են մասնակցելու, որ նորից մարդկանց էլի մոլորեցնեն, շփոթեցնեն, ձայներ խլեն իրարից, փոշիացնեն ձայները, այսինքն հարյուրավոր, եթե չասենք հազարավոր մեթոդներ, միջոցներ են կիրառում, հա, նույնիսկ ու գիտես, քանի որ իշխանությունը կորցրել է ամոթի, օրենքի պահպանելու այդ բոլոր զգացումներն ու չափանիշները, հիմա ասենք կարող են հրապարակավ կանգնել, ասել, որ Վարդան Ղուկասյանին Գյումրիի ընտրված համայնքապետին դուրս ենք շպրտելու համայնքապետանից եւ դա Մարսել կարող է կանգնի ասի դուք եկել եք այստեղ նստել եք խորհրդանում փափուկ աթոռներին, բա ուրա ձեր պայքարը, ուրա ձեր մասսան, որ փողոցում պետք է հավաքված լիներ, ու տենց հազարավոր նման հայտարարություններ, որոնք մարդկանց այդ բանից գցում են, հա, շփոթեցնում են, չեն հասկանում մարդիկ ինչ է կատարվում եւ անընդհատ օրակարգ իրենք են թելադրում, մուրճ իրենց ձեռքին է, պողպատե մանդատը կիրառում են, չգիտեմ, էս են անում, են անում։ Այս խառնաշփոթի մեջ ինչքանով կարող է ներքին կյանքում ընդդիմությունը բեկում առաջացնել։ Շատ լավ, շատ կարևոր հարց է։ Դու թվարկեցիր այն ներկա բնակի մի զգալի հատված, մի զգալի բան, որ իշխանությունը անելու է։ Այլանդակ քայլերի էլի կան։ Քանի գնա ավելի թեժանալու է, անելու է, ամեն ինչ պետքա ամեն ինչի պատրաստել։ Հիմա դրա հակաթույնը որն է։ Նայ, իսկապես մենք միշտ խոսում ենք ովքեր կգնան ընդդիմության, ինչ դաշինքներով, ինչ ցուցակով, ում փողով կամ չփողով եւ այլն։ Դա կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Լավ, ի վերջո մենք մի հատ հարց պիտանք, իսկ որ ընտրողն է գնալու ընտրության, որ հասարակությունն է գնալու ընտրության։ Եթե մենք այդ հարցը չլուծենք միջև ընտրություն, լինելու է քո ասած սցենարը։ Հիմա կա գիտություն, այդ սոցիոլոգիան լուրջ գիտություն է, եթե լուրջ ես վերաբերում։ Ինքը ցույց է տալիս հանրային լատենտ պահանջ փոփոխությունների։ Համատարած, շատ բարձր տոկոս, 80-85% ասում փոփոխություն ենք ուզում։ Եթե քաղաքական ուժերը կարողանան փոփոխության գաղափարը վերածել, ինչ է նշանակում։ Ոչ պետք է մարդը, որ ասում է փոփոխություն, պիտի իր համար իրան լսես եւ իրեն բացատրես ինքը ինչ է ուզում։ Ինչ ասել է փոփոխություն։ Եթե մենք կարողանանք հանրությանը տրամադրել փոփոխությունների հավաքական միտքը, չի աշխատելու այդ գործիքակազմը։ Եթե չի աշխատելու, եթե մենք չտրամադրեցինք փոփոխություն լիներ այս վիճակը, այսինքն մի օրում տարբեր դատարաններում դատում են երկու arczepiskopos մարդկանց թքած ունեն։ Սամվել Կարապետյան, որ այս երկրի համար քիչ բան չի արել, լրիվ անտարբեր են։ Վաղը ինչ լինի, այնտեղ վեհապարեն հանում նստավայրից մեկը։ Այս եթե մենք անտարբերությունը ջարդենք, իսկ անտարբերություն ջարդելու բոլոր հնարավորությունները կա։ Էլ եմ ասում, գիտությունը ասում է, որ այս ժողովուրդը ուզում է փոփոխություններ։ Հիմա սա պետք է անել։ Փոփոխություններ ուզում է, բայց նայի, տես փողոց դուրս չի գալիս։ Դատերին չի գնում։ Պատրաստ չի։ Չի գնում պայքարելու։ Շատ լավ, ինքը ուզում է փոփոխություն, այս պահին պատրաստ չի պայքարի։ Այո, առանց իր մասնակցության, ասում է փոխվի, բայց ես չգամ։ Բայց դա արդեն իր անելիքը չի։
Դա այդ քաղաքական լիդերության անելիքն է, որ փոփոխություն ուզող հասարակությունից սարքի պայքարող հասարակություն։ Ընդ որում պայքարը ոչ մի բան չի ենթադրում, մեկ օր գալ քվեարկության։ Ինչի են շատ կարևոր process-ները, որոնք բերում են հանրային ակտիվության տարբեր միավորների գեներացնում։ Այդ մարդկանց քնից արտանցնելու շատ կարևոր են։ Նույնիսկ արդյունքը չի կարևոր, այս ակցիան կստացվի թե չէ։ Ես մի հատ հարց, օրինակ, էլի ես ինձ միշտ տալիս եմ ինքս իմ առաջ որոշակի ամոց գալով։ Մենք պայքարում ենք արդյոք, մենք լավ ենք պայքարում, թե ընդհանրապես չենք պայքարում այն երկու սրբազանների համար, Սամվել Կարապետյանի համար, այն տղեկի, որոնց անունները չգիտենք, որոնք այդ գործերով գնում են։ Ամոթել է անունները ես իմ անելիքը անկեղծ ասում եմ, անեն, չգիտեմ։ Գնամ կանգնեմ դատարանի առաջ, ինչպես մի քանի 13 իմ ընկերներ, գնամ, հետո ինչ։ Ես եկել եմ այն մտքին, որ պայքար կազմակերպված չէ։ Պայքարը պետք է կազմակերպել։ Իրենց էլ ասում են մարդիկ պատրաստ չեն, չկա տենց բան, ոչ մեկ վախենալու չափուսամանը։ Պայքարը պետք է կազմակերպել։ Գրագիտ, ախր այդ գրագիտությունը պատահական բառ չի։ Մարդ կարող ունենա շատ փող եւ չկարողանա կազմակերպել իր process կամ չգիտեմ քաղաքական հանրային։ Մենք այս մարդկանց համար չենք պայքարում, ամոթա։ Ոնց պիտի պայքարենք։ Ես քեզ առնվազն 30 եւ ավել տարի հիշում եմ, երբ որ զբաղվում էի բարիզբուն իմաստոյն համառ իրավապաշտպանությամբ եւ ընդ որում հայկական ժամանակում հասարակ մարդու իրավունքով, ոչ թե միլիարդատերի կամ arczepiskopos։ Արմեն ջան, մարդկանց պայքարելը այդ աշխատանքա։ Դա նոր իրավապաշտպանական համակարգ սարքելն է, դա մեդիայի հետ ճիշտ աշխատելն է, դա արտաքին աշխարհի հետ ճիշտ աշխատելն է, դա, չգիտեմ, սկսած դատարանների դիմաց պիկետներ, դու պետք է իշխանությանը ցույց տաս, որ այս մարդկանց բանտարկելը դու չես մարսելու, քո համար դա խնդրեմ է։ Դա միջև նույնիսկ սովետական տոտալիտար համակարգում այդ էր բանը։ Միջև պետ իշխանությունը չէր հասկանում, որ այս մարդուն Սիբիրում պահել իմ համար բարդ է, որ այս Անդրեյ Սախարովը պիտի բաց թողեմ, որտեղ բաց թողելը նվազ վտանգավոր է կամ բանտում պահելը։ Հիմա սա է, մենք չենք պայքարում, մենք սուտ ենք ասում, թե մենք պայքարում ենք։ Այո, ճիշտ է։ Համաձայն եմ։ Մի բան էլ լրացնեմ ասածից, երբ որ փողոցում մարդիկ են լինում, պայքարում են, կապ չունի քանի հոգի, հա, կարող է 10 հոգի լինի, 20 հոգի լինի, 100 հոգի լինի, հա, ցանկացած այդ փոքր քանակ անգամ ազդում է այս իշխանությունների ցանկացած իշխան լեքսիկոնի վրա է ազդում, հա, այդ լկտի հայտարարություններ ազգային ժողովի ամբիոնից այլևս դուք չեք լսի, եթե մարդիկ դուրս գան փողոց։ Աչ ու ձախ խիղճն ու իրավական գիտելիքները մի կողմ դրած կալանք տվող դատավոր է, որ փողոցում տեսնում ակտիվություն ինքը զգուշ է լինում։ Նույն դատախազները։ Տենց է, բայց ինչի չկա։ Ինչի չկա այդ հարցը պետք է պարզ տալ։ Լավ, հիմա գիտես ինչ կուզեի խոսեինք, ինչի մասին կուզեի խոսեինք։ Արդյոք փոխվել է իրավիճակը 2021 թվականի ապրիլ-մայիսի եւ 2025 թվականի այս օրերի միջև, հա։ Մենք 26-ին գնալու ենք ընտրությունների, ինչքանով կարող ենք ասել, որ այն ժամանակ ավելի փոքր էր պահանջը փոփոխությունների, այն ժամանակ ավելի հույսեր էին կապում այս իշխանության հետ, իսկ հիմա այդ հույսերը մարել են, գուցե 5 տարին ինչ-որ բաներ մարդկանց համոզել է, թե հակառակը մի քիչ ավելի մարել է պատերազմի ցավը, կսկիցը եւ կարող է հիմա ավելի հեշտ լինի իրենց համար վերարտադրվելը։ Այդ ու շատ հետաքրքիր բան ասել, որոնք իրար հակասող չեն։ Իմ տպավորության ոչ թե նմանություն չկա նույնիսկ, ոչ թե տարբերություն է ինչքան, այլ 21-ի եւ 26-ի իրականության մեջ նմանություն չկա, այնքան է փոխված։ Բայց դա չի ենթադրում, որ հույսները մարած եւ կարող է գնան նաեւ թույլ տան վերարտադրման։ 21 թվականին նոր էր պատերազմը, վերջացել, կար շոկ, անմարդկային շոկ էր, երբ որ դիահերձարաններում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր։ Բայց նաեւ մեծ էր պահանջը, չէ՞, մեծ էր ագրեսիան, պայքար կար, մեծ էր ագրեսիան էր մեծ, պահանջը չէր։ Այո, ագրեսիան փոքր մոտիվացված այն հատվածի մոտ, որ պետք է փոխել, ագրեսիան էր մեծ։ Հիմա ագրեսիան նվազել է, բայց պահանջն է մեծացել։ Հիմա դրա ռեալիզացիաները տարբեր գործիքներ են պահանջում, տարբեր գիտական մոտեցումներ են պահանջում, տարբեր քայլեր։ Այստեղ է շատ կարևոր դրա ռեալիզացիան, այսինքն այն փոփոխության հայտ ներկայացնող հանրային ուժեր պետք է լինեն քաղաքական, որ կարող են ճիշտ ռեալիզացնել։ 21 թվին կար ագրեսիա,
որը հերիք չէր, որտեղ իշխանությունը ստացավ ձայն, լեգիտիմացրեց իր վիճակը եւ իր զորք ու զրահով պահում էր։ Թեև պայքար կար, չես կարող ասել չկար, քանի անգամ փոքր Երևանը, փոքր Հայաստանը լեփլեցուն էր մարդկանցով, որոնք փոփոխ այո, տարիներին ահագին եւ պայքարի տեղ ալիք մեղադրել էր, որևէ մեկին, ասել լավ չպայքարեցիք, բան ես կարող ունենամ տարաձայնություններ կամ չգիտեմ, տեսական բանավեճեր, բայց ոչ մեկին չէ, ոչ հարթակին կարաս տեղ մեղադրես առանձնապես, ոչ հրապարակին։ Պայքար եղել է։ Հիմա շատ բան է փոխվել, նույնը չի ամենևին 21-ի հետ։ Հիմա կա ահռելի փոփոխությունների պահանջ, նվազած ագրեսիա, ինչը իմ կարծիքով շատ լավ է, որտեղ պետք չի անպայման փոփոխությունը լինի ծեծուջարդով, թաղումներով, ինչպես 18-ին։ Փոփոխությունը ինչքան սահուն լինի, ինչքան հեշտ լինի, մեզ այդքան լավ է, որտեղ այսինքն ենթադրում եմ, կարծում ես, որ միայն ընտրությունների ճանապարհով կարող է հիմա բան փոխվել երկրում։ Եվ ընտրությամբ եւ ընտրությունների արդյունքում իշխանություն չհանձնելու։ Այդ միշտ իրար ձեռ գրում են զուգահեռ։ Եթե իշխանությունը պարտվի եւ կեղծելով մնա իշխանության, բերելու է համատարած ընդվզման ալիքի։ Բայց դրա համար հիմա է պետք աշխատել։ Դրանք սովորաբար վերջին նորագույն պատմությունը տարբեր երկրներում ունեմ, հետընտրական process-ներում է լինում փողոցային պայքարով հաղթանակ։ Նույնիսկ 18-ին էլի հետընտրական փողոցային էր։ Հա ընտրվեց նոր վարչապետ, ձևավորվում էր նոր, այդ էլեկտորալ process-ը շատ կարևոր է։ Հիմա իմ խորին համոզմամբ պետք է հանրության հետ աշխատել եւ փոփոխությունների լատենտ պահանջը վերածվել գիտակցված փոփոխության process-ի, գնալ ընտրությունների, ստանալ մեծ թվով ձայներ, ձևավորել այն իրավիճակ, որ կարող ես հանգիստ խորհրդանում փոխել իշխանություն։ Եթե նա փորձեց կեղծել, դա բերելու է համատարած ընդվզում, համատարած քաղաքացիական անհնազանդություն։ Այդ օղակները ինչ որ նախկին իշխանություններին ներվել է, Նիկոլ Փաշինյանին չի ներվելու, հա, հիմա այդ շղթայի օղակը 3-4 օղակ է, որևէ մեկի խափանումը բերելու է ամբողջական օղակի խափանման։ Այս է խնդիրը։ Պետք է դրա համար այսօրվանից գրագետ աշխատել։ Լավ, խոսեցիր ընտրությունների գնալու, քաղաքական ուժերի ձևավորման, նոր ուժեր, նոր ֆորմատներ ձևավորելու մասին, կարծում ես, որ այդ դեպքում հին ուժերը, այսինքն 21 թվականին գոնե, հա, մասնակցած ուժերը պետք է հեռանան ասպարեզից, թե ինչ որ վերաֆորմատավորման։ Չէ, ամենևին, նույն այդ խորհրդարանական խմբակցություններում կան շատ կարգին մարդիկ, շատ պատրաստված, պայքարող մեր ընկերները, կուսակցություններ, որոնց հանդեպ որպես պայքարի գործընկեր, չէ, նոր նաև նկատի ունեմ ճիշտ ֆորմատները, մարդկանց, որոնք նույնիսկ այսօր խորհրդարանում են, բայց ճիշտ ձևաչափով պետք է գնան ընտրության, ճիշտ դաշինքներ, ճիշտ կոալիցիաներ, եւ քիչ առաջ խոսում էինք այն անհատները, որոնք իսկապես տրամադրություն են ձևավորել Հայաստանում, նրանք չպիտի խուսափեն էլեկտորալ process-ից, չպիտի ասեն սա իմ ֆիլմը չի, նայեմ ինչ կլինի։ Չէ, դուք 5 տարի պայքարել եք, գրել եք, խոսել եք, ցույցերի եք մասնակցել, միտք եք գեներացել, դուք պետք է անձնապես մտնեք էլեկտորալ process։ Ձեզ հաճելի որևէ ֆորմատում, գտեք այդ ֆորմատ։ Դուք ստեղծեք, վստահ եմ ստեղծվելու են, ինտեգրվեք, բայց կողքից չնայեք որպես հարևանի կինո, տենց չի կարելի։ Եվ մեկ էլ երևի իրար դեմ չպայքարեք, չէ՞։ Դա գիտես մանկական է էլի։ Դե մեր իրականությունն այդպեսին է, որ հետո ասում են դե հիմա բարաշել ենք զինադադար, այսինքն դու քաղաքացուն ասում ես քաղաքացի, այն ինչ որ դու 2 ամիս առաջ լսեցիր, մենք իրար ինչ էինք ասում։ Մի լսի, մոռացի։ Չի լինում տենց, ախր մարդ են։ Ամեն ինչ ասել եք իրար, ամեն ահավոր մեղադրանք։ Հիմա ասում ես մենք ոնց որ թե զինադադար ենք, լավա, չէ, չի լինում տենց։ Եվ հետո խոսեք համերաշխությունից, ինչ համերաշխություն, չբաժանելու։ ամեն ինչ ասել եք իրար։ Դուք իրար մեջ չեք կարողանում այդքան։ Դա նույնիսկ ծիծաղել է էլի, որ ես ու դու նստած հիմա այդ թեման ենք քննարկում։ Իհարկե, եթե մոտիվացիան, թե գեր նպատակը երկիրը փոփոխություններն է, որ պատերազմից, ճիրաններից հանես պարտության պատերազմի, ամոթ է իրար հետ ինչ որ հարցեր քննարկել են։ Եվ մեկ էլ մի բան, որ այս օրերի մի, այսպես ասած, կոնցեպցիան այդ խաղաղության շուրջ է պատտվում, մյուս կոնցեպցիան պատտվում է ուրեմն հավերժ կոնցեպցիան, պատտվում է ռուսամետ, արևմտամետ այդ գաղափարի շուրջ եւ հիմա իշխանությունը փորձում է վարկաբեկել, փչացնել են բոլոր ուժերին, որոնք իր կողքին չեն, իր հետ չեն, դրանց կոչում է ռուսամետ, գուբերնիա են ուզում ստեղծել,
Ռուսաստանին են փորձում պաշտպանել, Ռուսաստանից են ֆինանսավորվում, այնտեղից են հրահանգներ ստանում եւ այլ եւ այլ։ Եթե այս դիսկուրսը պահպանվի մինչեւ 26 թվականի ընտրություններ, կարծում եմ, որ շատ ուժերի կկարողանան իրենք վնասել, հա, այսպես ասած, մարդկանց մեջ, որովհետեւ գաղտնիք չի, որ կա հակառուսական ինչ-որ մի շերտ տրամադրվածություն մեր հասարակության մեջ, որոնք չեն ուզում, որ Ռուսաստանի հետ մենք շատ ասոցացվենք եւ դեմ են Ռուսաստանից կառավարվող քաղաքական ուժերի իշխանության գալուն։ Այդ նույն Սամվել Կարապետյանին են նման մեղադրանքներ հնչեցնում, Քոչարյան Ռոբերտին են հնչեցնում։ Մի խոսքով, սրա դեմ պայքարելու ինչ մեթոդ կարող է օգտագործել ընդդիմությունը եւ ինչպես կարող են բացատրել հասարակությանը, որ եթե ես Եվրոպա գնալու արևմուտքին միանալու կողմնակից չեմ, դա չի նշանակում, որ ես Ռուսաստանի հետ մի միություն ստեղծելու կողմնակից եմ։ Եթե մեթոդի մասն է, պետք է շատ հանգիստ եւ համբերատար խոսել սեփական հասարակության հետ։ Այդ արդեն վաղուց է, նոր չի, 2-3 տարի է, Սևոսպիտակը ռուսամետ արևմտամետ է, շատ ինտենսիվ, շատ գրեհիկ, այդ մի SMS-ով մի հատ գալիս է, մի քանի տասնյակ հոգի վեր են կայանում առանց հասկանալու ասում։ Դա պետք է անում այդ ծրագիրը, պետք է հակառակ ծրագիրը համբերատար անել։ Բայց ավելի խորքային, գիտես, պրոռուսական մարգինալը ինձ նույնքան տհաճ է, ինչքան պրոարևմտյան մարգինալը։ Էս էլ կա, այն էլ կա, զերո դատարկ խոսում են, իմ խորին համոզմամբ Հայաստանի հետ պատերազմյան վերականգնումը այդ մեծ պրոյեկտը ենթադրելու է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որը պիտի հասկանա, որ դու կոնֆլիկտի ռեսուրս չունես, ոչ Ռուսաստանի հետ, ոչ Արևմուտքի։ Ամոթ չի դա ընդունել, որ դու պարտությունից հետո կոնֆլիկտի ռեսուրս չունես։ Այդ A կետ, B կետ, դու պետք է հասկանաս քո օգուտների ռեսուրսը, որ կենտրոնի հետ ինչքան է, դու պետք է վաստակես այդ իրավունքը, որպես պարտված երկիր, այդ իրավունքը դու քաղաքակիրթ, որ ես իրավունք ունեմ իմ շահերը բալանսավորելու։ Նույնը, որ ասում են Ռուսաստանի հետ, լսեք, Ռուսաստանը ոչ Ռուսաստանն է հինը, ոչ մենք ենք հինը, ոչ դու պետք է Ռուսաստանի հետ դու լինես նախաձեռնում, դու պիտի խնդիրներ տնես։ Դու պիտի իրանք չեն անելու, իրանք աշխարհի հետ հիմա կռվի մեջ են, բայց իրանք ունեն այնքան ռեսուրս, եթե դու ճիշտ օրակարգ ես դնում եւ ճիշտ բաներ ես ակնկալում, քեզ պահեն։ Նույն արևմուտքի հետ։ Դու եթե գնում արևմուտքին ասում ես լուծի իմ անվտանգության խնդիրը, Շարլ Միշելն ու Մակրոնը ժպտում են, բայց Մակրոնը սկի Փարիզի կենտրոնում չկար անվտանգության խնդիր լուծի։ Ինքը իր համար։ Չէ, հետո արևմուտքը ասում ամենի ձիճի, Ալիևի ինչ ուզում ձիճի, հիմա դու նույն արևմուտքի հետ պետք է հասկանաս ինչ ես։ Նայ, շատ հետաքրքիր է, քանի Տրամպը կիրառագործնական մարդ է, երբ որ ինքը հասկացավ ինքը ինչ կարա անի, ինքը եկավ արեց այդ ճանապարհը։ Այն ինչ որ ասեն 20 տարի կարա Բրյուսելը չմտածեր նույնիսկ։ Լավա վատա դա մի կողմ։ Էս էլ է շատ վիճելի է, լավա թե վատ է, որ դու երբ որ իշխանությունը ասում է շատ լավ է, ընդդիմությունը ասում է վատն է, այդ դա էլ է արհեստական կոնֆլիկտ։ Լսեք, դա մի թուղթ է, մի հատ պրոյեկտ է, որի դետալները լրիվ բանակցման առարկա են։ Եվ եթե լինի իշխանություն, որը ճիշտ բանակցի, դա կարող է լինել շատ նորմալ, իսկապես ման։ Այդ սրանք ընդունակ չեն բանակցում։ Այդ է խնդիրը։ Դրա համար Ադրբեջանը առաջին իսկ օրվանից նոր պայմաններ է դնում։ Տենց է լինելու է։ Հիմա իմ ասածը ինչ է, ասում նույնքան տհաճ է պրոռուսական մարգինալը, այնքան տհաճ է պրոարևմտյան։ Նույնքան հաճելի է այն միտքը, որ դու Ռուսաստանի հետ պետք է կարողանաս ճիշտ հարաբերություններ, որտեղ նոր Ռուսաստանը, նոր Հայաստան ես, այնքան Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ։ Կարում ես ինտելեկտը թերիքում է, դա արդեն ինտելեկտի խնդիր է։ Եվ մեկ էլ երևի մի կաղապար պիտի կոտրեն մեր հասարակության մեջ, որ մեր ընտրությունը կատարում է հայ ընտրողը։ Չի ընտրում Ռուսաստանը, չի ընտրում Պուտինը, չի ընտրում Թրամփը, չի ընտրում Միշելը։ Մի հավատացեք այդ հեքիաթներին, լեգենդներին, որ տեսեք Նիկոլ Փաշինյանը պատժկա ունի բանից Եվրոպայից, հեսա կսկսեն եվրոպացի բաները գալ, չէ՞, էմիսարները հերթով մեկը մյուսի հետ։ Եվ կասեն դե որ Եվրոպան Նիկոլի կողքին է, ուրեմն ինքը պիտի վերընտրվի։ Դե որոշված է, մեր ձեռը ինչ կա։ Կյանքը ցույց տվեց, որ ամեն ինչ հասարակության ձեռ։ Հետո բայց շատ բան է, էլի ես մի օրինակ բերեմ կենցաղային, այն օրը փողոցով քայլում եմ, մի հատ ջահել տղա ուսանող է։ Մոտեցավ, բան, բարև ձեզ, բան, ես ձեզ կարդում եմ, կարող ենք զրուցել, ասում եմ, հա։ Կենտրոնում էր, քայլում ենք, խոսած բան, բա սովետական միությունը մեր շատ է, չէ, կեղեքել, տարել, բան, մեր ամբողջ ռեսուրսները, բան, ասում եմ, դե, հա, երևի, բան, ասում եմ, որտեղ ես սովորում։
կենտրոնի բուհերից մեկը ցույց տվեց։ Լսի, ասում եմ, այս պահից սկսած ինչ տեսնում ես կառուցվել է սովետական միության, ներառյալ քո բուհը, ասում եմ, ո՞նց։ Ասում եմ, բա չէ, ես 2 տարում արկվել։ Գիտեք, նոր սերունդ է ձևավորվել, իսկ ոչ մի բան չգիտե։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանն ով եղել, ոչ Քոչարյանն ով եղել, ոչ Կարեն Դեմիրճյանն ով, ոչ մի բան չգիտեն։ Գիտեմ, որ 18 թվին մերժիր Սերժին, եկավ էս։ Ու բաժանվել, լավա թե վատը։ Բայց այս երկիրը բան չի, պատմություն է ունեցել։ Մենք ունեցել ենք ծնողներ, տատեր, պապեր, որոնք աշխատել են, ապրել են, ստեղծել են։ Մենք օթից չենք, փողոցային շուն չենք, էլի։ Չէ, ի վերջո 30 տարի պետություն ենք ունեցել։ 30-ը + 70-ը ընդեր։ Սարքվել է։ Նորմալ պետություն ա եղել, մեծերի հետ այդ բանը բաց է թողնված։ Այդ 1.5 սերունդ կա, որ իսկապես որևէ գաղափար չունի ինչ ա եղել։ Ոչ մի, այդտեղ հարց է ծագում, բա դպրոցում ինչ են սովորել։ Այդ դպրոցն է, դրանք մինչև 18 թիվն են գնացել, ախր։ Ինչ եք սովորել։ Այս Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանն է, Լևայ ջան։ Օդից Հայաստանն է։ Ամեն ինչ փորձում է ջնջի, չէ։ Մեկ օրվա Հայաստան։ Առաջ ոչինչ չի եղել, ես եկել եմ անապատում մենք ինքնիշխանություն։ Բայց իր իրականն էլ ամեն օր փոխվում է իր իրականի պարամետրերը։ Մի օր էս ասում, մի օր են։ Դա ինքը մեկ օրվա Հայաստանն է նկարագրում։ Այդ ինչի վաղը ինչ ասելու այլևս։ Հա չէ, իհարկե։ Շատ լավ։ Մի երկու բառ երևի այս impeachment-ի process-ից է, կուզեի լսեմ կարծիքը ես։ Քիչ առաջ ես մի թեթև անդրադարձա այդ թեմային։ Այն process-ները, որոնք բերում են հանրային ակտիվացման միջև ընտրությունները, միանշանակ պետք են։ Ինձ չի հետաքրքրում, չէ, այսինքն հետաքրքրում է, բայց այնքան չեմ կարևորում արդյունքը, կստացվի այդ 50 քանիսը process-ը, ավելին այդ դահլիճից պետքա դուրս, ընդհանրապես դահլիճներում արդեն անելիք քիչ կա։ Դահլիճներում, աշխատասենյակներում, անելիքը փողոցում է, գյուղերում է, բակերում է, մարդկանց հետ խոսելը, մեդիայով է, կարդում են, շատ հետաքրքիր կարդում են։ Դե եթե գիտես, են։ մարդուն հարց են տալիս, ասում են, Փարաքարի համայնքապետի սպանության հետ կապված դուք սենց բան արեցիք, ինքը ամբիոնից ասում է, բա դուք էլ պապլավոկում չգիտեմ ում եք սպանել, վերջացավ խոսակցությունը, չէ։ Այդ անտարբեր, եթե չլիներ անտարբեր հասարակություն, ինքը շատ կոշտ ռեակցիա կտար։ Բայց եթե հետ ես դառնա, ես այդ մի օրինակ միշտ բերում եմ, այնքան անտարբեր ենք, այս երկրից նախագահ է փախել։ Ու ոչ մեկի դա չի հետագ։ Այս ճամպրուկները վերցրել է սովորական խոպանչյունը։ Այս մեկն էլ որ փախել էլի չեն արձագանքել։ Չգիտես, չէ, ստեղ է, ստեղ չի։ Հասկաս խոսքը երկրի, բայց դա այնքան է խոսում հանրային կազմաքանդման մասին։ Այո, այդ նշանակում է բոլոր այդ ինստիտուտները վերացրել է այս մարդը։ Արա դա ավելի վատ բան է, դա կարող է նշանակի ոչ MIT-ի հետ են հույս կապում, ոչ դատախազի հետ են հույս կապում, ոչ ասում եմ ես եմ միակ ինստիտուտը, ես եմ, կառավարությունն է։ Դա շատ վտանգավոր բան կա, որ 26-ից հետո եթե չփոխվի, հասարակությունը մերժելու է պետությանը։ Այդ շատ ժոստ աշխարհը գնում է հակակշռելու տարբեր մեխանիզմներով մի մարդու իշխանությունը նվազեցնելու ճանապարհով, այս մարդը հակառակն արեց 18-ից հետո։ Ինչքան բուտաֆորիկ է եղել, որ շատ ընդհանրապես ոչ մի դիմադրություն չկա։ Ոչ մի ինստիտուցիոնալ դիմադրություն, եթե 26-ին չփոխվեց իշխանություն եւ համակեցության կանոններ Հայաստանում, հասարակությունը մերժելու է պետությանը։ Որտեղ ուրիշ մերժելու բան չկա այլ։ Թե արդեն չի մերժի։ Իշխանություն չի կարող մերժի, այս կյանքն էլ իրան չի բավարարում, ինքը պիտի մերժի պետությունը։ Դա շատ վատ բանի է բերելու։ Հա, արտագաղթ եւ ավելի վատ։ Այստեղ լրիվ ուրիշ զարգացումներ է գնալու։ Այդ ամեն ինչը մենք տեսնում ենք։ Այո, տեսնում։ Այնպես որ շատ կարևոր է 2026 թվականը, իսկ 26-ից առաջ էլ դեռ կա Էջմիածնի ընտրություններ, ինձ թվում է ես ամեն անգամ այդ հաղորդումների ժամանակ խոսում եմ այդ մասին, որ դա փոքրիկ մոդելն է լինելու, թե ինչ կլինի 2026 թվականին, այնպես որ մարդկանց պիտի կոչ անենք ակտիվ լինեն, պայքարեն, չվախենան, ում ուզում եք քվեարկեք բացի գործող իշխանության տեխնացուից։ Ունեն Բանանձևը տենց է։ Այո։ Գնացեք քվեարկեք ձեր սրտով, ձեր ընտանիքի որոշումով, ձեր գյուղի, չգիտեմ, ոնց է կատարվում, բայց բացի գործող իշխանության մի արեք այդ բանը։ Այո, մեր փրկությունը դրանում է լինելու։ Շնորհակալ եմ։ Շատ հետաքրքիր էր։ Այսօր այսքանը կհանդիպենք։